Մուլտիպլիկացիոն, ողջույններ, իմ փոքրիկ բարեկամներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Ձեր շատ սիրված մուլտիպլիկացիոն հերոսները, մեր լավագույն բարեկամ Ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, կրեկերներով, չիփսերով հանդերձ։ Իմ լավ բարեկամներ, նաև ձեզ ողջունում է ով, դուք լավ գիտեք։ Այո, այս տեսախցիկի ետևում գտնվող Քերին նույնիսկ իր հեռախոսով է հիմա մեզ նկարում։ Սիրելի փոքրիկներ, Քերին բարի է, երկար ժամանակ գտա, որպեսզի այսօրվա մուլտիպլիկացիոն կերպարին նկարենք։ Մինչև դուք ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, ռետինե ջնջոցը պատրաստեք, ասեմ թե ինչ ենք նկարելու։ Տեսեք, բազմաթիվ փոքրիկներ, մեր հեռուստադիտողները, իրենց նամակներում գրում են, որ բարդ է Քերի Մուլտիկնիկ, այսպիսի հերոս նկարել, իր բարդությամբ հանդերձ, նույնիսկ այնտեղ փոքրիկներ կան, որ ասում են, երբ որ մենք ձիուկ ենք նկարում, ոտերը ինչ որ մի տեսակ ծուր է ստացվում, մարմինը չենք կարողանում նկարել, գլուխը։ Տեսեք իմ սիրելի փոքրիկ բարեկամներ, ինչ ենք անելու։ Այսօր ամենահեշտ, ինչպես միշտ ասում եմ, ամենադյուրին ձևով նկարելու ենք ձիուկ, ձի ենք նկարելու։ Մուլտիպլիկացիոն, բարդություն չկա, նույնիսկ 3 տարեկանից մինչև 6 տարեկան փոքրիկները այս պահին կարող են փորձել Քերի Մուլտիկնիկի հետ միասին նկարել մեր այսօրվա այս ուրախ, թռչկոտող ձիուկին։ Հեշտ ենք նկարելու, տեսեք, հա։ Փորձեք, ամենաչնկարող փոքրիկը հենց այս պահին վերցնում է սև կախարդական մատիտը եւ Քերի Մուլտիկնիկի հետ միասին նկարելու է ձիուկ մուլտիպլիկացիոն, ուրախ, թռչկոտող։ Տեսեք, ինչ ենք անելու, կարևորը մուլտիպլիկացիոն է։ Տեսեք, նկարելու ենք այսպիսի մի պատկեր, հավկիթի նման համարյա թե։ Տեսեք, կորգծիկով կբաժանեք դունչիկը, այստեղ քթանցքը կնկարենք, մենք կողքից ենք նկարում, ժպիտ կտանք մեր ձիուկին, ձևադեպ կլորիկով աչքը կնկարենք, սա ձախ աչքն է, կետիկով, աչքը մի փոքր այսպես կերևա, էլի կետիկով։ Տեսակ, մազիթելիկներ, այստեղ ականջը կնկարենք, ականջները, ձախ ականջին խորություն կտանք, աչին չենք տա։ Եթե ասում ենք թռչկոտող, երևի թե ավելի դյուրին ձևով ձեզ սովորեցնեմ մարմինը նկարել, այսպես, այստեղից էլ փորիկ ենք տալիս, այսպես, պոչիկը, ցախավելի նման, զիգզագաձև գծիկով։ Հիմա ինչ ենք անել, ոտքերը, որ ասում ենք բարդ է ստացվում, ինչ անենք, քանի որ մուլտիպլիկացիոն է եւ պետք է ցույց տանք, որ այս ձիուկը թռչկոտում է, այսպիսի ոտքեր ենք անելու։ Գծիկով ուղղակի, այսպես, սմբակը, մյուս ոտքը, այսպես, էլի սմբակն ենք նկարում, տեսեք, բարդություն չկա, հետո ավելի ենք գեղեցկացնելու, դիմացի ոտքերը, հիմա ձախ ոտքն եմ նկարում, էլի սմբակով, աչ ոտքը մի քիչ կարճ, այսպես, քանի որ հեռու է գտնվում սմբակով, որպեսզի գծիկները չերևան ոտքերը, մի քիչ կհաստացնենք, վերևից հաստ կգանք, ավելի կբարակենք, այսպես, այսպես, նույնը ետևի ոտքերը։ Այստեղ գետինն ենք նկարելու, հասկացանք չէ թռչկոտող ձիուկը, ինչպես է թռչկոտում գետնից ետևի ոտքերը, օդում են գտնվում, այստեղ էլ մազեր, էլի զիգզագաձև գծիկով, մուլտիպլիկացիոն, ձեր ձիուկը պատրաստ է, հեշտ ձևով, շատ բարդություններ չկա, պետք չէ արհեստավարժ նկարիչի նման նկարել, կմեծանաք ավելի լավ կնկարեք, շատ արագ նկարեցինք մեր թռչկոտող ուրախ ձիուկին, հիմա պետք է նրան ներկենք, ինչ ենք անելու, կարող է ձիուկը լինել սպիտակ, սև խալիքներով սպիտակ, նարնջագույն, երևի թե նարնջագույն նկարենք, ինչ ենք անելու իմ փոքրիկ բարեկամներ, ես ունեմ 2 գույն, եթե տեսնում եք, մուգ նարնջագույն եւ բաց նարնջագույն, մուգ նարնջագույն մատիտով ես ընդգծելու եմ կոպերը, այսպես, գիտեք չէ ինչպես ենք շատ գեղեցիկ գունեղ ներկում, ամեն անգամ ասում եմ, խրթխրթացնում եք, Ապաչի ընկերության ձողիկներից որևէ մեկը, նույնիսկ կրեկերներից եւ շատ դյուրին ձևով ներկում եք։ Բաշիայի մազերն ենք ներկում, պարանոցի վրա գտնվող պոչիկն ենք մուգ ներկելու, մուգ նարնջագույն։ Դեռ օգտագործում եմ մուգ նարնջագույն մատիտը։
սպիտակ գծիկներ եթե մնան, հոգ չէ։ Այստեղ ուրեմն ուղղակի գլուխը աջակողմյան մասից կլորացնելու ենք մինչև դունչիկը։ Այ այսպես։ Շատ լավ է։ Անցնելու եք մարմնին։ Մարմինն էլ ենք կլորացնելու աջակողմյան մասից, այսպես։ Կիսալուսնաձև ենք կլորացնում, անցնում ենք ոտքերին, ամբողջովին չենք ներկում, սմբակները կարող ենք ուրիշ գույնով ներկել, ասենք շագանակագույն։ Մուգ նարնջագույն մատիտով քթանց, այսպես կներկենք, այսպես ուրեմն կընդգծենք շորիկը, որ գծված է մեր ձիուկի մեջքին, նարնջագույն մատիտը մուգ իր գործը արեց, գնում է իր տեղ։ Հիմա բաց նարնջագույն մատիտը վերցնում եք, բացի դունչիկից, որտեղ սպիտակ եք տեսնում, ներկում եք բաց նարնջագույն։ Տեսեք ինչ գեղեցիկ, դյուրին ձևով նկարված հերոս ենք ստանում, առանց շատ չարչարվելու։ Այ այսպես։ Անցնում ենք ականջներին, հետո մարմնին, փորիկն ենք ներկում, երեսկանում է, չէ՞ սիրելի փոքրիկներ, շատ լավ է։ Ես գիտեմ, հիմա զարմացած են այն փոքրիկները, ովքեր միշտ ասում են, որ իրենց մոտ նկարել չի ստացվում։ Քանի որ տեսնելու են, որ ինչ լավ են նկարել, հետևելով Քերի Մուլտիկնիկի կախարդական մատիտի շարժումներին։ Այսպես ուրեմն։ Այսպես։ Սմբակները ինչ գույնով, ասացի, որ շագանակագույն ենք ներկելու, այ այսպես, շագանակագույն, նկարեն վերջացնեմ, ձեզ փոքրիկ հայտարարություն ունեմ անելու, ձեզ համար, այնպես կանեք, որ մայրիկները, հայրիկները, տատիկներն ու պապիկները լսեն այդ հայտարարությունը։ Շորիկը կներկեմ բաց կանաչ, դուք կարող եք նախշերով ներկել, Քերը ինչքան ժամանակ ունենք մինչ մուլտաշխարհ գնալը։ Ասում է 4 րոպե, լավ։ Քերի, հասկացանք։ Հիմա խոտիկները մի այլ կանաչով կներկենք, մարգագետինը, որտեղ թռչկոտում է մեր ձիուկը։ Այ այսպես։ Դուք հետո կարող եք ծաղիկներ նկարել դաշտում, բնություն, խոտիկներ եւ այլն։ Էս էլ էսպես, ավելի մուգ կանաչ մատիտով խոտիկներ կնկարենք այստեղ, ես ուղղակի խոտիկներ կնկարեմ, դուք ծաղիկներ նկարեք։ Այսպես շատ լավ է։ Բաց կապույտ մատիտն է մեզ օգնության գալու, սպիտակ թղթիկը ճնշելու ենք, այսպես, դունչիկը եթե նկատում եք սպիտակ եմ թողել, սպիտակ թղթիկից առանձնացնելու համար, այսպես, ես սպիտակ թղթիկը ճնշում եմ բաց կապույտ մատիտով։ Համել ստանում ենք ամպիկներ ետևի մասում, այստեղ աչքն էլ պետք է ընդգծել, աչքը, ըստ ձեր մանկական երևակայությամբ կարող եք նկարը շարունակել իմ փոքրիկ բարեկամներ, սև մատիտն էլ վերցնելու եմ, այստեղ ալիքներ եմ տալու, իբր արդեն ոտքերը օդում են, թռչկոտում է մեր ուրախ ձիուկը։ Վերջ, այսպես նախշերել կարող եք անել, տարբեր գույներով ներկեք, հա, շորիկը։ Տեսեք, իմ փոքրիկ բարեկամներ, ամենաուրախ եւ ամենահեշտ նկարվող թռչկոտող ձիուկը նկարեցինք։ Բա ասում եք չի ստացվում։ Ստացվեց, չէ՞, շատ լավ է։ Մինչ մուլտաշխարհ գնալը, քանի րոպե ունենք քերի։ Մինչ մուլտաշխարհը գնալը, սիրելի փոքրիկներ, մի փոքրիկ հայտարարություն։ Շատ շուտով, դեկտեմբերի 17-ին, ուղիղ ժամը 18-ին, Քերի Մուլտիկնիկը բոլորիդ եւ մայրիկներին, հայրիկներին, տատիկներին, պապիկներին եւ հատկապես ձեզ, սիրելի փոքրիկներ, ամանորյա տոներին նվիրված, ինչպես նաեւ Մուլտիկնիկ հաղորդման 20-ամյակին նվիրված շոու ծրագրի է հրավիրում, որտեղ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա Արնո Բաբաջանյան համերգասրահ, որտեղ տեղի կունենա Մուլտիկնիկ 2022 ազգային մանկապատանեկան երաժշտական ամենամյա 12-րդ մրցանակաբաշխությունը։ Այնտեղ կլինեն կրկեսային արտիստներ, երգիչ-երգչուհիներ, բարային խմբեր, այնտեղ նաև կլինի ձմեռ պապը, մրցանակի կարժանանան լավագույնները, իսկ դուք կվայելեք այդ օրը։ Հասկացանք, չէ՞։ Տոմսերի համար սիրելի ծնողներ կարող եք զանգարել tomsarkh.am, գործում է անվճար առաքում։ Վերջ, հիշում ենք օրը, դեկտեմբերի 17-ին, ուղիղ ժամը 18-ին։ Այսքանը, այս նկարները, ձեր առաջադրանքները, ինքնուրույն նկարած նկարները, եթե ցանկանում եք ուղարկել Քեռի Մուլտիկնիկին, մենք պետք է հիշեցնենք մեր անփոփոխ հասցեն։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, Կենտրոն հեռուստաընկերություն, Մուլտիկնիկ հաղորդմանը։ Սիրելի ծնողներ, անպայման բաժանորդագրվեք Մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Ձեր փոքրիկները այնտեղ լիքը հաղորդումներ կարող են դիտել եւ լիքը մուլտիպլիկացիոն հերոսներ նկարել։ Այսքան այսօրվա համար։ Քերին իր հայտնի նշանն է անում, ասում է հաղորդումը մոտենում է ավարտին։ Ժամապահ Քերին աշխարհի ամենադյուրին ձևով նկարվող ամենաուրախ եւ թրջկոտող ձյուկը մուլտ աշխարհի հերոսները, մեր լավագույն բարեկամ Աբաչին, Քերի Մուլտիկնիկը ձեզ հրաժեշտ են տալիս։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը, կնկարենք եւս մեկ նոր մուլտիպլիկացիոն կերպար։ Իսկ հիմա այլ բուլդը, Աստված ձեզ պահապան, մինչ նոր հանդիպում։